Բարև Տիկին Օհանյան, մենք հենց հիմա գտնվում ենք Եվրամիության դեսպանատան դիմաց, որտեղ ակցիա է ի աջակցություն քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի, տեղյակ ենք, թե ինչ պայմաններում է մնում Արեգնազ Մանուկյանը, չկա թույլատվություն, որպեսզի նա շփվի իր անչափահաս երեխայի հետ, շփվի իր ծնողների հետ եւ ընդհանրապես ընտանիքի հետ կապ լինի։ Այսօր նրա դստեր ծննդյան օրն է եւ այսպես ասած թույլ են տվել, որ միայն այսօր հանդիպեն։ Ինչ կասեք, ինչի համար է այս ամեն ինչը շարունակվում եւ մենք հենց Եվրամիության դեսպանատան դիմաց ենք, քանի որ Եվրամիությունը շարունակում է լռել եւ պաշտպանել այս իշխանությանը։ Անկեղծ ասած, ես մի քիչ դեմ եմ եվրոպական դեսպաններին դիմելու արարողությանը, որտեղ կարծում եմ, որ մենք մեր հարցերը մենք կլուծենք եւ մենք մեր պահանջները ներկայացնենք իշխանություններից, առավել եւս պիտի պահանջենք արդարադատություն եւ ապօրինությունների կանխարգելում պիտի իրականացնենք։ Բայց ես պատրաստ էի Արեգնազի համար նույնիսկ գնալ Աբովյան քրեակատարողական հիմնարկի դիմաց ակցիա անել։ Սա ուղղակի մեր պարտքն է, մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Արեգնազի նման մարդիկ, անմեղ մարդիկ, քաղաքական գործիչները չհայտնվեն բանտում։ Իհարկե այս տարիներին մեզ հաշտեցրեցին ցանկացած այսպիսի իրավիճակի հետ եւ այնքան ապօրինություններ, այնքան բռնապետական քայլեր արեցին, որ կարծես թե հասարակությունը մի տեսակ հաշտվել է, որ հերթական անձին բռնում են, տանում են, կալանավորում են։ Մինչդեռ եվրոպական բոլոր կոնվենցիաներն ասում են, որ մարդուն չի կարելի առանց դատավճրի պատժել, չի կարելի պատժել, իսկ այս իշխանությունը նախնական կալանքը օգտագործում է որպես պատիժ։ Ես չգիտեմ ճիշտ ասած ձևը որն է, ես հնարավոր ինձնից հասանելիք ամեն ինչ անում եմ, բայց կարծում եմ, որ այս մեր հասարակության յուրաքանչյուր անդամ պիտի պայքարի, որովհետև մի օր այս ուխտը բոլորի դռանը չոքելու է։ Եվ մենք տեսնում ենք, որ Փաշինյանը հատուկ այսպես Արեգնազ Մանուկյանը առաջին կին քաղբանտարկյալը չէր։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպիսի հատուկ, այսպես ասած, վերաբերմունք ունի նա կանանց նկատմամբ, հենց նույնիսկ ձեզ էլ է դատի տվել եւ այս ամեն ինչի է այսպես կանանց նկատմամբ ատելությամբ։ Դե ես չեմ կարծում, որ դա կանանց նկատմամբ է, պարզապես այդ անհանդուրժողականությունը, այդ դաժանությունը դրսևորվում է իրեն քննադատող յուրաքանչյուր անձի նկատմամբ։ Գիտեք, մարդիկ անցել են Ռուբիկոնը, անցել են այն սահմանները, որտեղ կարող էին քաղաքակիրթ ձևով կառավարել։ Իրենք զգում են այդ մերժումը, այդ ատելությունը, այդ իրենց նկատմամբ ուղղված այդ քննադատական այդ ալիքը իրենք զգում են եւ դրան կանխելու միակ ձևը երևի կարծում եմ, որ այս ճանապարհն է, այս միջոցներն են, բայց ես վստահ եմ, որ հայ հասարակությունը ինքը ազատության ձգտող հասարակություն է եւ նաեւ այդքան վախկոտ հասարակություն չի, ինչքան մեզ թվում է, դրանք տեսեք ինչքան շատ մարդիկ կան, որոնք ամենօրյա իրենց պայքարը տանում են, չվախենալով, որ անգամ Արեգնազի այս օրինակից, չմտածելով, որ հիմա խոսում է Նաիրա Զոհրաբյանը, որը կարող էր հիմա հայտնվել Արեգնազի կողքին, բայց ինքը չի խուսափում, չի վախենում, չի զգուշանում, չի ասում, թե ես իմ անձը պաշտպանեմ, գնամ թաքնվեմ միտեղ։ Բոլորս պիտի այդպես վերաբերվենք, շարքային քաղաքացուց մինչև ամենավերջին մտավորականը, գիտնականը, չգիտեմ, գրողը, բանաստեղծը, բժիշկը, ուսուցիչը, բոլորը։ Եվ վերջին հարց Աննա Հակոբյանն շատ ակտիվ խոսում է կանանց նկատմամբ բռնության եւ ընդհանրապես բռնության դեմ, որ պետք է պայքարել, եւ դա խոսում է մի մարդ, ում ամուսինը ամբողջ Հայաստանում, բոլոր ամբողջ հայությանը պահում է բռնության մեջ եւ տեսնում ենք, թե ինչպիսի պայմաններում ԱԱԾ մեկուսարանները եւ ընդհանրապես բոլոր բանտերը լցված են անմեղ մարդկանցով, ուղղակի Փաշինյանի ընդդիմադիր մարդկանցով։ Այո, այդպեսի բան։ Գիտեք ինչ ասում եմ, գողը առաջինն է աղում բռնիչ գողին, իրենք այս տարիներին ինչ են արել, ամեն ինչ արել են, որ ներկայացնեն այդ պարտությունը հաղթանակ է, Արցախը կորցրինք, Հայաստանը ձեռք բերեցինք, մենք երբեք Հայաստանը այսքան լավ վիճակում չի եղել, ինչքան այսօր, մեր տնտեսությունը աճում է, մենք հասել ենք չգիտեմ ինչ բարձունքների, ռուսական շուկան փակվեց, եվրոպականը կբացվի, այսպիսի աբսուրդ գաղափարների եւ վատը լավ ներկայացնելու, նեգատիվը շրջելու գլխի վայր ժամանակներում ենք ապրում, ոչ մի բանից պետք չի զարմանալ, այդ դեմագոգիայի մանիպուլյացիաների գործով այս իշխանությունը անգերազանցելի է ուղղակի իր հետ մրցակցել հնարավոր չի, բայց դա մարդիկ պիտի նաև մի քիչ մտածեն, հասկանան, որ այդ բոլորը ինչի համար է արվում եւ ինչքան կեղծիք ու սուտ, ինչքան փարիսեցիություն կա այդ ամեն ինչի մեջ։